16-րդ դարի սկզբին հայկական ձեռագիր մատյաններին փոխարինելու եկան տպագիր գրքերը։ Ու թեև հետագա տարիներին ձեռագիր գրքերը գնալով ավելի ու ավելի հազվագյուտ երևույթ էին դառնում, նրանց տպագիր տարբերակները մինչև 18-19-րդ դարերը հրատարակվում էին հայ հին մատենագրության բոլոր ավանդույթների համաձայն։ Պահպանվում էր տառաձևն ու ծառաչափը, ինչպես նաև գրվածքը զարդանախշերով զուգորդելու սովորույթը։ Առաջին հայացքից զուտ գեղագիտական նպատակի ծառայող զարդանախշերը կարող են լուրջ գիտական հետազոտության առարկա դառնալ։ Սա է ապացուցում էներգետիկ ոլորտի մասնագետ Գևորգ Ներսիսյանը, ով իր մասնագիտությունից առավել հետաքրքրված է գրքային զարդանախշերի ուսումնասիրությամբ։ Ունենալով հայ հնատիպ գրքերի մեծ հավաքածու, պարոն Ներսիսյանը ցանկանում էր անձնական գրադարանը ինչ-որ կերպ դարձնել հայ մշակութային ոլորտի ակտիվ մաս ու արդյունքում գաղափար հղացավ ստեղծել հայ գրքի զարդարվեստը ներկայացնող զարդադարան, որն ամբողջովին փոխում է զարդանախշերի վերաբերյալ ունեցած պարզ պատկերացումները։ Զարդադարանը իրանից ինչ է ներկայացնում։ Առաջի մասը, առաջի բաժինը ներկայացնում է նկարագրում է գրքերը 1512-ից մինչև 1800 թվականները։ Որից հետո սկսվում է զարդադարանը։ Առաջի բաժինը ուրեմն իրանից ներկայացնում է տիտղոսաթերթերի բաժինը։ Երկրորդը գալիս է կիսախորանների բաժինը։ Այնուհետև գալիս են փորագրանկարները։ Փորագրանկարներին հաջորդում են զարդագրերը կամ գլխագրերը, գլխատառերը։ Այնուհետև գալիս են լուսանցազարդերը եւ վերջազարդերը։ Դրալ գրքի տիտղոսաթերթը, եթե ուշադրություն դարձնենք, արդեն տեղ է գտել զարդադարանում։ Սա ասենք ավելի հարուստ էջ է, որտեղ եւ փորագրագիր պատկեր կա եւ գլխազարդ ունենք եւ լուսանցազարդ ունենք։ Գլխազարդերի բաժնում եթե ուշադրություն դարձնենք, ապա կտեսնենք, որ այն նույնպես այստեղ հայտնված է։ Զարդադարանը վերջնականապես պատրաստ կլինի 2012 թվականին եւ հայ տպագրության 500-ամյա տարեդարձի կապակցությամբ լույս կընծայվի զարդարվեստը հայ հնատիպ գրքում մատենաշարը։ Ու թեև ծրագիրը դեռ ընթացքի մեջ է, արդեն իսկ հասցրել է հետաքրքրություն առաջացնել ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս։ Ամենայն հայոց կաթողիկոսին ենք դիմել։ Կաթողիկոսը մեզ բավական լավ ընդունեց, ծանոթացավ մեր այս բոլոր ծրագրերին եւ իր անմիջական աջակցությունը հայտնեց 2012 թվականին զարդարվեստ եւ փորագրանկարչությունը հայ հնատիպ գրքում շարքի հատորյակների տպագրման գործում։ Ծրագիրը հավանությունն է արժանացել նաեւ Սփյուռքի նախարարության կողմից։ Ներկայացվել է նաեւ արտերկրում աշխարհասփյուռ մեր հայագիտական կենտրոններին եւ ունենք երկու ուրեմն արձագանք հայագիտական, մեկը Միչիգանի հայագիտական ամբիոնի Արա Սանջանի արձագանքն է եւ մյուսը UCLA համալսարանի Փիթեր Քովեի հետ քննարկում կարելի առանձնացնել։ Ծրագրի իրականացման հարցում պարոն Ներսիսյանին օգնում են Երևանի Պետական համալսարանի արվեստաբանության բաժնի ուսանողուհիներ Մարիամն ու Անին։ Դրանք առանձնացնում են գրքային զարդանախշերը եւ դասակարգում ըստ համապատասխան բաժինների։ Սակայն աղջիկների աշխատանքն այսքանով դեռ չի սահմանափակվում։ Դեկանատում հայտարարություն էր փակցված, որ կենտրոնը ցանկանում է համագործակցել արվեստաբան ուսանողների եւ դասախոսների հետ։ Որոշեցինք դիմել, ծանոթացանք կենտրոնի գործունեության հետ, թե ինչով է զբաղվում, շատ հետաքրքրեց մեզ այս աշխատանքը եւ քանի որ մենք պետք է ավարտական թեզեր գրենք, որոշեցինք օգտվել այս հնարավորությունից եւ ընդունեցինք կենտրոնի առաջարկած թեմաները։ Կոնկրետ իմ աշխատանքը կայանում է նրանում, որ ես ուսումնասիրում եմ զարդարվեստը եւ փորագրանկարչությունը ոսկան երևանցու տպագրած գրքերում։ Ու քանի դեռ գրքարվեստի պատմությունը երիտասարդների ձեռքում է, հայ գրքին նախշազարդ ու գունագեղ ապագա է սպասվում։